Աշխատել ուղիղ եթերում, ինչպես եւ խոստացել էինք, քարոզարշավի վերջին օրը նաեւ պիտի հանդիպենք պարոն Սուրենյանցի հետ։ Բարև ձեզ, պարոն Սուրենյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մեզ կարող եք, մենք ուղիղ եթերում ենք աշխատում, մեզ կարող եք հետևել Հայլիակոմ եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Ողջ սոցցանցերը հեգնում են, ասում են Մարթամեկը ամբողջ գիշեր գոռացել է բռնեք բոլորին գիշերը բղավել գորգորացել է Մարթամեկը լույսը բացվելուն գործողությունները սկսել են հայտնի դարձավ որ հանրապետական կուսակցության վրա հատկապես հարձակումը թիրախավորել են հանրապետական կուսակցությունից հիմա արդեն քննչականից գործը տարան Արման Սահակյանի եւ Արմեն Աշոտյանի եւ նաեւ այլ գործիչների հետ կապված դատարանն ուղարկեցին Գագիկ Բեգլարյանն է ձերբակալվել եւ նաեւ գործ է հարուցվել Գագիկ Խաչատրյանի Որթու նկատմամբ նոր գործ է թարմացվել Տիրան Խաչատրյանի գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի հետ կապված Տիրան Խաչատրյանի նկատմամբ այնտեղ էլի մարդիկ կային ԲՀԿ համամասնական ցուցակի այո եւ ուժեղ Հայաստանից նոր ձերբակալություններ կան եւ նաեւ մտել են իրենց լրատվամիջոց արգրավել են ողջ տեխնիկան այսպիսի վիճակի մեջ է ինքն էլ ինչ որ բաներ է տարածում Մարթամեկը Անհասկանալի ինչ-որ տարօրինակ ինչ-որ բաներ է տարածում, չգիտեմ ինչ է կատարվում, պարոն Սուրենյանցը, քանի որ այս հարցերում պրոֆեսիոնալ է, հիմա կբացատրի։ Այնքան մեծ էլ չի, որ պրոֆեսիոնալ է, որտեղ հոգեբույժ չէ, բայց որ մարդուն երկար ես ճանաչում, դառնում ես պրոֆեսիոնալ։ Ինչ է տեղի ունեցել, սա պայմանավորված է նրանով, որ 3 հարցում է եղել եւ 3 հարցումով տապալվում է Նիկոլը, հավաքական ընդդիմությունը ուղակի տապալում է իրեն, հաղթելու է, այս ինֆորմացիան ունի, թե 3 իսկապես այդ բանավեճից հետո ինչ որ բան վիճակի մեջ է հայտնվել Նիկոլը, թե ավելի լուրջ բաներ կան։ Ես չեմ կարծում, որ ինքը հարցումներից է իմանում իր տապալված վիճակը, այսինքն հրապարակվող հարցումներից, որտեղ վստահաբար ազգային անվտանգության ծառայությունը, այլ ինստիտուտներ շատ ավելի օպերատիվ ամենօրյա ռեժիմով իր սեղանին դնում են իրական վիճակը, կասկածից դուրս է եւ երեկվա բանավեճն էլ ընդհանրապես էլի այս ընտրարշավի բանավեճերի կարևոր մի առանձնահատկություն ես ուզում եմ այնուամենայնիվ նշել ոչ միայն մեկի բանավեճերը, այլ նաեւ այլ տաղավարներում կազմակերպված Ես այսքան նվաստացած ԿՊԻ ներկայացուցիչների բանավեճերում չեմ տեսել։ Այո։ Ես 80%-ին մասնակցել եմ բանավեճերի, երբ որ ընդդիմությունը ներդաշնակ սինխրոնիզացված օրակարգով հանդես է գալի, ԿՊԻ ներկայացուցիչները ողորմելի իրավիճակում են հայտնվում։ Այն որ առույց էին կտրում խորհրդարանում Վահագն Ալեքսանյան Ես տեսել եմ իրան նվաստացած վիճակում, ես Արսեն Թորոսյանին եմ տեսել նվաստացած, ամենակարևորը իրանք դադարել են օրակարգ թելադրողից, ամբողջ օրը, վերջին 4-5 օրը, սկսում են արդարանալ, պաշտպանվել, որ այդ 300,000-ի վերադարձի թեմա չկա եւ այլն, այսինքն իրանք այս ընտրարշավի գլխավոր առանձնահատկությունը այդ դեբատներում տոտալ պարտությունն է ԿՊԻ Դա եւ հանրային տրամադրությունների արդյունք է եւ այն որ այնքան ասելիք չունեն որ օրակարգ էլ չեն կարողանում թելադրել Հիմա այս ֆոնին ինքը դիմել է իր վերջի զենքին, վերջի փամփուշտն Ինչի է անում ռեպրեսիաներ Ես չգիտեմ բանը կհասնի կուսակցություններից 1-2-ի ֆիլտրմանը թե չի հասնի ըստ էության նույնիսկ այդ չի գլխավոր խնդիրը հետեւյալն է ինքը հասկացել է որ պիտի վախեցնի ԱԲԿ-ի հասարակությանը, դա իր միակ զենքն է, որ քիչ մարգին ընտրությունների, ընդհանրեն այդ խնդիրն է լուծում։ Թե չէ տարօրինակա չէ, ամսի 5-ին նոր հիշեց, որ տարիներ առաջ կատարված կամ չկատարված հանցագործություններ, մտել է լրատվամիջոց, ինչ-որ մանկական բան է, էլի հիշեցնում ես ամեն ինչը, բայց ինքն մաքսիմում վախ է տարածում, մաքսիմում որպեսզի ընտրություններին մարդիկ վախենան չգնան տեղամասեր, շարից փորձանքից Կաշխատի փաստորեն, այսինքն Գիտեք, կախված է այն ազդակներից, որ կա ասիագրի ընդդիմությունը։ Ընդդիմությունը շարունակ պիտի նման դեպքերի համար ասի եւ անի, որ մենք ցանկացած ռեպրեսիայի պատրաստ ենք պատասխանել հայկական հեղափոխությամբ։ Այսինքն հետաքրքիր է։ Ստեղ ակնհայտ է արդեն, որ բան այդ հարամությունը, դաղալությունը արդեն արմատացած են, ակնհայտ է, որ
բուն 7-ի քվեարկության լեգիտիմությունը արդեն մեծապես կասկածի տակ է, որտեղ ինքը այս ձերբակալությունները, ռեպրեսիաները, այս խուժանի պահվածքը, որ ինքը որտեղ գրել է, նա դեռ զարմանում էր խի հետ բանավեճի չեն գնում, խուժանի հետո է բանավեճի գնում։ Մեծ հաշվի, չէ, ես ամենևին չեմ նսեմ աստում են գնացողների բավականին հաջող վարկագիծը։ Ինչ տպավորություն ստացեք այդ բանավեճի։ Նույնիսկ այդ բանավեճը, որտեղ պարզա չէ, այն սատելիտների միջոցով բեմականացրել էին Նիկոլ Փաշինյանի PR, նույնիսկ այդ դեբատի ֆորմատի։ Շատ խղճուկ էին։ Իմիջիայլոց մեկը կա, մի անգամ էլ մեզ նոթ հյուր ա եկել, փաստորեն այս ամբողջը միֆ եւ սուտ է, այդ Քոչարին, բայց ես ուզում եմ հստակ կանոններ տամ, ասեմ, որ սիրելի հասարակություն, ԿՊ-ի հետ միասին հավասարազոր մերժեք, դեմ քվեարկեք Արամ Զավենի Սարգսյանի, իմ երբեմն ինգերն է, բայց ոչ մի Արման Բաբաջանյան, Շիրինյան, այդ Քոչարի կուսակցությանը եւ Գուրգեն Սիմոնյանին ու իր շնորհապետական կուսակցությանը, որտեղ այս բոլորը տեսեք մյուս մասնակիցները, անեշի որ այնտեղ այն մնացածով շատ էլի մարդիկ կան, որ վերապահումներ ունեն, բայց այս կոնկրետ ում նշեցի, սրանք բացահայտ իշխանության սատելիտներ են։ Հատկապես այդ Գուրգեն Սիմոնյանը մենք տեսանք, որ ինչ էր խոսում Արցախահայության, Արցախի էլիտայի այս սրիկա։ Ուրեմն ես բաղուց եմ ասել, ասած են նիկոլական նարատիվներով, բայց այնտեղ իբրև թե պաշտպանում է ինչ-որ մեկին, բայց խոսքի հետ իրան դրած խոսքի մեջ տեսեք ի տարբերություն մյուս սատելիտների, որոնք այսպես կոչված լիբերալ դաշտում են տեղավորված, սրանք գցել են ազգայնական դաշտ, իշխանության կողմից մոլորեցնելու, էլի ժողովրդին։ Գուրգեն Սիմոնյանը ներդրված է Նիկոլի կողմից։ Ես վստահ եմ ասում, որովհետև մինչև 2021-22 թիվներ իրանց մոտ աշխատել է իշխանություն, չգիտեմ ինչ, իմիջև այդ թաքցնում է։ Հետո ասեցիք իր երկրորդ համարը։ Երկրորդ համարը Անտինյանը բացահայտորեն մի քանի տարի առաջ ասել, բայց դա ինչ կապ ունի։ Շրջափակման ամենալուրջ պահերին ասել, որ Արցախի իշխանությունը ժողովուրդը սպառնալիք են Հայաստանի համար։ Լսեցիք, Գուրգեն Սիմոնյանը ով է։ Գուրգեն Սիմոնյանի թիմակիցը ով է եւ ինչ են անում, ինչով է զբաղված եւ Անտինյանը միշտ պաշտպանել է բանին։ Հիմա որ վերադառնանք բան, եւ այդ Քոչարի, այդ Քոչարին ես գիտեք ես այդ կուսակցությունը։ Այդտեղ ամենազավեշտերն էր, որ ինչ որ կոստյում չի ունեցել եւ Հմայակ Հովհաննիսյանի կոստյումով էր գնացել։ Ես չգիտեմ, բայց իրան մեծահարուստի տեղ է դնում, չգիտեմ ինչ, Քենիա, Մենիա, եսի ինչ են խոսում։ Ուրեմն ես երբեք այդ կուսակցությանը լուրջ չեմ վերաբերվել այդ խմբին, երբեք իրենց լուրջ չեմ վերաբերվել, որովհետև եթե մեկ ասում է Ղարաբաղ հետ գբերենք վարսկաններով, եսի ինչ, ասենք այդ կարգի ինչ-որ բաներ է պատում, Քենիայից ինչ-որ բաներ է պատում, ֆանտաստիկ ժանրի, սա դու ով ես, որ քո հետ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախագահ խոսար եւ այլն, էլի, այսինքն բաներ է պատմում, որ պարզա չէ, ոչ մի լուրջ մարդ չի գնա դրա հետքերով ճշտի, որովհետեւ խոսողը պետք է լուրջ լինի, որ լուրջ բանը գնաս ասելիքը ճշտես, հետո ընդհանրապես ինչ կապ ունի իր պատմածները մեր իրականության, մեր ընտրությունների։ Բայց երեկվա պահվածքը, երեկվա պահվածքը Նիկոլից Նիկոլ։ Չէ, իմ համար ինքը վերջացել է ճիշտ ասած մի 10 օր առաջ, երբ որ կաթողիկոսը գնացել էր Սամվել Կարապետյանի հետ տուն հանդիպան մի խոսքով։ Ինքը ասած բառացի համայրա հիշում եմ ինչ ասել է երկու գործակալի հանդիպում էր։ Հա, իմ համար այդ պահից ինքը վերջացել է, ես իրան այդպես շատ կոնկրետ նիկոլական ճամբարի վրա եմ դրել, այդ կալոդի, այսպես կոչված, իրանց սիրած բառով ասենք, եւ այնտեղ իրաց պահում են իրական ընդդիմադիր ուժերի վրա ցեղ շպրտելու, մեկ է կեղտոտ հանձնարարություն։ Իրան կոնկրետ հանձնարարություններ Սամվել Կարապետյանի վրա։ Հիմա ես հույս ունեմ, որ իմ երբեմնի ինգեր Արամ Սարգսյանը գոնե Արման Բաբաջանյան ու Շիրինյան չի դառնա, գոնե։ Այսինքն երեք հանձնարարություն է ստացել, որ ասում ԿՀՊ-ի դիմի։ Այդ երեք կուսակցությունների սարքելելու կամ գրանցումից շատ կոնկրետ եւ ուղիղ եթերում Նիկոլը հանձնարարել։ Բայց ինքը անում չի ուղիղ եթերում հանձնարարում։ Նվերի հարցով ասես Ծառուկյան, դատախազություն հայտարարություն արեց, Արա ցեմենտի հարցով, Սամվել Կարապետյանի հարցով անցած մայիսին,
Իսկ ինքը միշտ էլ բեսպրիձել է։ Ինքը բացահայտ ուղիղ եթերում որպիսի հաթա SMS չգրի, միանգամից խոսքը ասում է, որ են ԿՀ-ի Վահագնն էլ հասկանա։ Սա էլ հասկանա, այն էլ հասկանա, բայց ամենաշուտ են Դանիելն է հասկանում։ Ճկուն է աշխատում էլ իր բանին համապատասխան։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանի ֆոբիաների դրսևորումն է, մյուս կողմից վերջի սցենարը էլի եմ ասում, ինքը պետք է գնա մասսայական ձերբակալությունների, վախի մթնոլորտի ստեղծման եւ այլն, այս ուրիշ սցենար ինքը չունի։ Բայց ես մի նորից ասենք, հա, Գուրգեն արդեն ի սկզբանե պարզել Արամ Զավենի Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի Արբանյակներից, Արման Բաբաջանյանը Արբանյակներից, Շիրինյանը Արբանյակներից, Դեմեմը Արբանյակներից։ Դեմեմը չենք կարա պնդենք հակասական, հա։ Ահա։ Ամենայն դեպս երեք է։ Գուրգեն Սիմոնյանը Ամեն դեպքում Դեմեմի վարչապետի տեխնացուն Նինա Կարապետյանցը շատ adekvat Չէ, բայց մյուս կողմից բոլորին դեմեք ինչ եք ուզում։ Եթե դուք բոլորին դեմեք տեխնոլոգիական չէ, ես ուզում եմ բացայց ընդհանրապես եթե շատ անկեղծ ելնենք։ Եկեք այսօր շատ անկեղծ ելնեն, որովհետև Քարոզ Արշավի վերջին օրն է, այո։ Այդ դիվանագիտական բաների ժամանակը չէ էլի։ Ժողովուրդ, եթե ուզում եք փոփոխություններ, հիմա ես ձեզ 4 կուսակցության անուն կտամ կամ դաշինքի, գնացեք կտրեք իրանցից մեկին։ Եթե իրապես դուք Ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք եւ միասնության թևեր մնացածը նայեք այդ արդեն չգիտեմ։ Նու 3-ը հաստատում, 3-ը, այո։ Մնացածը կամ ձայն եք փոշի հասնելու։ Այո, որտեղ հստակ է, այս 3 ուժերը շեմը հաղթահարում են, Ուժեղ Հայաստան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան, Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ, Հայաստան հաղթահարում են, Այն մնացածի դեմ ոչինչ չունեմ, հարգանքով եմ վերաբերվում Հակին Լևոն Զուրաբյանին, Էդմոն Մարուկյանին, Լուսավոր Հայաստանին։ Այո, եւ երեք իրան շատ լավ պահեցին։ Եւ բոլորին շատ Լևոն Զուրաբյանը։ Բայց եկեք մենք մեզի չխափենք, իլյուզիաներ չստեղծենք։ Այս 3 ուժերն են փոխելու։ Ոչ փոշիացնեք ձեր ձայները, նախ երեք բացահայտվեց երես Քոչարին, Նիկոլից էլ են կողմ, չգիտեմ Նիկոլացին ինչ է, Գուրգեն Սիմոնյանի հետ կապված վաղուց էինք ասում, որ սա դրածո է Նիկոլի կողմից եւ ավելին իր երկրորդ անդամը ցուցակի ասել է, որ այո, հակա Արցախյան, որ արցախցիներն ինչ պիտի անեն։ Արցախցիները սպառնալիք են, այսինքն մեր հայության մի մասը սպառնալիք է։ Ուզում էլի ասեմ։ Արմեն Գրիգորյանի դեմ Չարած բանի համար այդ հոդվածով գործ են հարուցել, ատելություն թե ինչ է, տես մի հատ հոդված կա։ Բայց այսօր Անտոնյանը փաստորեն ցուցակում երկրորդն է եւ պաշտպանում է, դուք տեսաք 3 կոնկրետ հանձնարարություններ կատարում արդեն Ուժեղ Հայաստանի դեմ։ Կոնկրետ այդ հանձնարարությամբ այնտեղ բայց լավ էր էս, լավ բացահայտվեց Գուրգեն Սիմոնյանն էլ բացահայտվեց։ Երեկվա բանավեճի ամենադրական բանը դա է։ Ձեր ձայները չփոշիացնեք, սրանք ձայներ թռցնողներն են։ Այո, համաձայն եմ, որ միասնության թևերի հետ կապված, բայց այնտեղ քանի որ մի քիչ կասկած կա։ Ես ասում եմ, փոփոխության բանաձևը շատ անկեղծ է լինելու, այդ 3 ուժերն են։ Իրանց եւ իշխանության հարաբերակցությունն է որոշելու, իշխանապողություն Հայաստանում լինելու է թե ոչ։ Դե հիմա անկեղծ լինենք, հա հիմա ռեսուրսների տիրապետելու եւ այլ բանի շնորհիվ, այս 3 ուժերն են կարասել հավասար ձեռնոցներ են ԿՊ-ին։ Այո։ Դե օբյեկտիվ վիճակ է հիմա։ Եվ 3 հարցումներ են հիմա անցկացել, բոլոր հարցումներով հավաքական ընդդիմությունը այս 3 ուժերը հաղթահարում են շեմը։ Եվ միասին հաղթում են շատ ավելի։ Մեր ժողովրդին մեկ էլ մի հատ էլ բան ասենք, որ թյուրիմացություն չլինի։ Ուրեմն 3 ուժերի միջև որևէ կոնցեպտուալ հակասություն չկա։ Հա, տակտիկական հարցերում կա, բայց այդ բնական է։ Ուրեմն այդ որ ասում են միացեք Ուրեմն դու գնացեք ձեր քվեն 3-ից 1-ին տվեք, իրանք միանալու են։ Որ ուժը շատ ձեն ստացավ իր վարչապետի տեխնայսոյի շուրջ, մյուս երկուսը կոնսոլիդացվելու են։ Քան այս գլխից ասում են, որ բան տպավորություն չունի, էլի, որ այնտեղ կիսելու ինչ որ տրամադրություններ կա այս կոմենկոմ։ Բնականաբար ես ասում եմ, թիվ 7-ին ընտրեք Երբ որ Հայաստան դաշինքից մեկը ասում է թիվ 3-ին ընտրեք, հարգանքով են բանը Ուժեղ Հայաստանից թիվ 3-ին ընտրեք, հարգանքով են մոտենում, երբ որ ասում են թիվ 17-ին ընտրեք, հարգանքով են, այսինքն այստեղ բանի ամենակարևորը որ մեկը մեկից էլեկտորատ չի փախցնում։ Ամեն մեկը աշխատել է իր էլեկտորատը բյուրեղացնելու վրա, իրան դրա թիմն է ստեղծել եւ ինչպես տեսնում եք, սա նաեւ ընտրարշավ է, որ իրական ընդդիմադիրների մեջ գզվորտոց չկա։
Արամ Սարգսյանը կդիմի ԿՀ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրած ցուցակի գրանցում ուժ կորցրած ճանաչելու համար։ Այս մասին նա ասել է հարցազրույցի ժամանակ։ Այս ամենը իշխանությունների պարտականությունն է, կդիմենք ԿՀ, բայց ակնկալիք չունեմ, որ այս 2 օրվա մեջ խնդիրը կլուծվի, փաստորեն դիմելու է։ Էս նոր է ասել։ Այո։ Դե նշանակում է Քիչ առաջ։ ես իմ կենսագրության Ամոթալի է ամենամեծ հիասթափություններից մեկն եմ ապրում, այս ինֆորմացիան եթե հաստատվի, որովհետև այդքան ժողովրդի կամքին դեմ գնալ, այդքան Նիկոլից Նիկոլ լինել, հնարավոր չի պատկերացնել, որովհետև գիտեք ինչքան վիրավորական է, որ բանդիտական խուլիգանական վարքագիծ ունեցող մեկը կարողանում է եթերում ինչ-որ ճանապարհ անցած մարդու այս կարգի կեղտոտ հանձնարարություն տալ, այդ մարդն իրան դրանից արժևորված ազգում։ Այս իսկապես վիրավորական է, ես չգիտեմ, հələ մի օր առիթ կլինի, բայց այսօրվա եթերում չեմ անի, որ այդ մի օր առիթ կլինի, ես Բաբաջանյանի ուրացման խրոնիկան կբացեմ։ Հնարավոր է, որ հավանական է այդ ուղղությամբ գնան, եթե այո, ուրեմն ինչ զարգացումներ է կանխատեսում, ոչ միայն ինչ զարգացումներ է կանխատեսում, այլ մնացած ընդդիմադիր ուժերը ինչպես իրենց պիտի պահեն։ Եթե հանկարծ վաղը որոշեն, որտեվ երեք շատ ճիշտ ասեցիք, ուղիղ եթերում բառեզբուն իմաստով Նիկոլը հանձնարարական տվեց իր արբանյակներին։ Նաև որ կհեն լսի հասկանա, Դանիել Հովհաննիսյանը լսի հասկանա, հակակոռուպցիոն կոմիտեն լսի։ Հիմա եթե հանկարծ այսօր կամ վաղը որոշեն, որ ուժեղ Հայաստանը չպիտի մասնակցի, ինչ պիտի անեն մնացած երկու ուժերը։ Եվ ինչ պիտի անի Սամվել Կարապետյանը, սա արդեն վերջն է։ Ուրեմն տեսեք, B, G պլանկա, այն նախորդ մեր եթերում ես հարամություններից էի խոսում, հիշում եք, այս նկատի ունենալով։ Կա 2-3 սցենար, որոնք հիմա այս լրիվ չեն բացահայտի, բայց ընդհանուր ուրվագիծը ասեմ, ես երեք հանրահավաքում ելույթում եմ ասել, ժուրնալիստների հետ զրույցում եմ ասել, որ հեղափոխություն անելը մեր սահմանադրական իրավունքն է, եւ իլյուզիա չունենանք, որ միայն քվեարկության արդյունքներով այս մարդը հեռանալու է։ Հետևաբար փողոցի ու ընտրության միքս պիտի անենք, իսկ դա հենց հեղափոխությունն է։ Տեսեք, մեզ փորձում է մորդովական։ Իմիջիայլոց ինքն էլ ձեզ ասե գնացեք հեղափոխություն արեք։ Նիկոլը հիշում է, որ ասացը գիտեք ինչի նման է, այդ իր ասածը սրա նման է, որ բանը Բերտի պետը կալանավորներին ասում է, եթե ես դժգոհ եք, հեղափոխություն արեք կամ ինձ փոխեք։ Դրա նման է, ասենք ինքը կլյուշտիկի տեղ է իրան դրել, զամոկը բացել փակել իր ձեռը, ասում է հեղափոխություն արեք։ Այն Բերտի դռները բացի, քեզ հաստատ պատի տակ չեն գնդակը արի, բայց Նաիրի Ունանյանի մոտ միանշանակ կուղարկեն։ Այսինքն դες ցինիկ հեղափոխություն, էդ էլ ալնելու։ Բայց սա Արամ Սարգսյանը չի մարսելու որևէ պարագայում, եթե դիմես չի մարսելու։ Այո, սա վերջին կետն է, սա չգիտեմ, բոլոր առումներով։ Կա արքունիքի կեղտոտ հանձնարարություններ, կա դարերով եկել է, չէ՞, տենց արքունիքի կեղտոտ հանձնարարություններ կատարող։ Մարդը ամեն դեպքում ինչքան էլ պատվերների, բաների մեջ լինի, պետք է պահի որոշակի արժանապատվություն, որոշակի մանավանդ, որ ինքը շատ լեգենդար մարդու եղբայր է։ Այսինքն այս պետության համար Երեք իմիջիայլոց լավ հարցադրում արես Նարեկը Կարապետյան։ Վազգեն Սարգսյանի հետ կապված։ Որևէ մեկը չի կարա, չէ, Վազգենի արածը կասկածի տակ դնի։ Ոչ չի, եղբայրը բա ինչ է։ Չէ, ի նկատի ունեմ նորմալ մարդ։ Հա, ասենք հիմա միշտ այդ հարցը ինձ ուզել է։ Արդյոք Վազգեն Սարգսյանը կհանդուրժեր այս վիճակում։ Չեմ պատկերացրել որևէ իրավիճակ, որ Վազգեն Սարգսյանը կարողանար այս վիճակը։ Բայց Արցախի մի մազը թեքվեր։ Ո՞նց եք պատկերացնում։ Առաջին նախագահի հետ հակասություն եղավ, ընդհանրապես կողքի տարածքները, ասենք բան, ուզում եմ ասեմ, բացառված, հա, դրա համար ես ասում եմ, ժողովուրդ, բայց դու ժողովուրդ իր հերոս, այսինքն այս դեպքում հակա հերոսներին
հատ առած ճանաչի։ Լուստրացիա ինչից եք վատ զգում։ Մեկը իրանց ձայները լրիվ իրար հետ գումարած։ Այն միջին վիճակագրական սխալի տակ անգնում։ Եթե վաղը հանկարծ այս որոշումը կայացի կամ այսօր երեկոյան ժողովուրդ պատրաստ եղեք ու ուշադիր հետևեք, ժամ առաջ պայքարի, ուշադիր կհետևեք, ընդդիմադիր 3 առանցքային կուսակցությունների ինչ է անելու։ Այո, ես վստահ եմ, որ եթե որևէ մեկի հետ երեքից որևէ մեկին ինքը որոշում կայացնի, որ պիտի ամենայն դեպս միջև հիմա ինչ եղել է, փոխադարձաբար դատապարտվել է իշխանության կողմից։ Այսինքն Անդրանիկ Թևանյանին բռնել են օրինակ։ Իշխանության կողմից չէ, իշխանության կողմից ինչ եղել է մեր դեմ։ Օրինակ որ Անդրանիկ Թևանյանին բռնել էին, իմ ամենահաճելի պահը եղել է Իշխան Սաղաթելյանի լայվը այդ թեմայով։ Երեք չառաջոր մենք հայտարարություն ենք արել Հայաստան Դաշինքի եւ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների դեմ բռնությունների փաստի արդիվ։ Ուրեմն ասեմ, ես որպես Սուրեն Սուրենյանց ասում եմ, ընդդիմության դեմ ցանկացած հարձակում եմ համարելու իմ դեմ։ Հետևաբար սպասեք կոչերի հայտարարությունների, այսինքն դա անհանդուրժելի ազնելու, ի վերջո մենք բան չենք, դեկորացիա չենք, մասնակցենք մի ընտրության, որ ընտրություն չի։ Բայց դա չի նշանակում տուն ենք գնալու, ել եմ կրկնում, ինքը դիմեց ռեպրեսիաների եւ ընտրակեղծարության ստանալու է հեղափոխություն։ Գիտեք ինչի հիմա որևէ մեկը հետ քայլի հնարավորություն չունի։ Սամվել Կարապետյանն ասել է, Ծառուկյանն էլ ասել, որ իրանք հայրենիք ունեցվածքից վեր են դասում ու ունեցվածքի խնդիրի չի։ Որովհետեւ Հայաստանի Հանրապետություն չենք ունենալու։ Եթե Հայաստանի Հանրապետություն չի լինելու, ի՞նչ կապ ունի, ես իշքան ունեմ, այն մյուսը իշքան ունի։ Թե Նիկոլան ընտրվեց, այո։ Ասենք հիմա բանը Հիմա այնպես չէ, պարլամենտում խորհրդարանում շատ ձայն ունենանք ինչ չկա, այդպես բան, եթե Նիկոլա եւ այս իր ապօրինություններով հասնի նրան, որ թույլ չտա որևէ, չկարողա վաղը ձեզ էլ թույլ չտա, չէ։ Դեռ հայտնի չի կավ այսօր գիշեր։ Մենք չգիտենք ում է թույլ այո։ Հիմա 3-ին թիրախավորել է, 3-իս անունն էլ տվել է։ Մենք չգիտենք ում է թիրախավորել։ Լավ, 3 ինչպես մերկացավ Նիկոլ Փաշինյան, մենք գիտենք, որ ինքը մի քանի բաների վրա չէ եկել իշխանության, թալան, չգիտեմ ինչ, եւ այս 8 տարիների ինչ ցույց տվեց։ Բայց մի խորհրդանշական բան ասեմ, եթե այնուամենայնիվ ընտրությունների օրը կարևորենք, որ հանգարց մեր ժողովրդն հիասթափությունների մեջ, երեք մենք մի հատ շատ հետաքրքիր թեզ ենք գցել շրջանառության մեջ, 1.5 միլիոն թիվը միշտ մեր ժողովրդի մոտ ողբերգական ասոցիացիա առաջացած ցեղասպանության բան բերումով։ Զոհերի թիվն է։ Հիմա մենք առաջարկել ենք մեր ընտրողներին երեկվա մեր ակցիայով 1.5 միլիոնը վերածննդի գաղափար դարձնենք, այսինքն 1.5 միլիոն գա ընտրություններին մարդ, այո, որը հաստատապես մեր ազգային վերածննդի Երեկի միջալոց ապրելու երկրից Մանեթ Հանդիլյանը մի հատ լավ օրինակ բերեց, այսպես բանով թերթում է եւ աչքովս ընկավ։ Ուրեմն պարզվում է մի համայնքում, որ իրենք հաղթել են, մեկ ձայնով Այսինքն ինչքան կարևոր է այդ մեկ ձայն, ինչքան կարևոր է որ դուք ամեն մեկը պիտի գնաք։ Եվ հետո տեսեք ինչքան հայրենակիցներ ունենք, որ գալիս են, մասնակցում են։ Իդեպ երեք լավ հիշեցին, որ 18 թվականին 19 ինչքան էր հպարտանում, չէ՞ Նիկոլը, որ մեր հայրենակիցները եկել են, օգնում են, հպարտացած Արսինե Խանջյանը այստեղ է, Սերժ Թանգյանը, չգիտեմ ես իմով եկել են։ Բայց ինչի՞ չեք հպարտանում, որ մեր հայրենակիցները եկել են, մասնակցություն ունենալ։ Եվ ճիշտ են ասում, այն ժամանակ որ պետք է ինչ-որ հարց է, հայրենակիցներ պատերազմի մեջ եք, խնդիր ունենք, պիտի կանգնել, ծիրանը այնտեղ մնացել է, բոլորդ հասեք, վաճառեք, գնեք, չէ՞ լավ է, չէ՞ որ հայրենակիցները կանգնած են, բայց հիմա որ հայրենակիցները գալիս են, մասնակցում են, իմիջիայլություն չեմ մտածում, որ Նիկոլը իրան ձայն չեն տալու, կարող է քեզ են ձայն տալու, հիմա չէ՞ դու վախեցնում ես այլանդակություն ասեմ։ Այս օրերին Զվարթնոց օդանավականում այդ այլանդակություն է կատարվում, ռազմական ոստիկանություն այնտեղ ծառայություն է իրականացնում, եւ Ռուսաստանի ժամանակ մեր բոլոր հայրենակիցներին տալիս են այդ 25 օրյա վարժանքների մասնակցելու բան, ծանուցում, այսինքն սրանք զինծառայությունը համարում են պատիժ։ Իմիջիայլոց ասեմ, ընդդիմադիր գործիչների տղա երեխաներին էլ չգիտեմ ինչ պատահականությամբ բոլորին պավեստք են ուղարկել, այդ նաև իմ տղային, այդ զորավա բաների մասնակցելու այդ հավաքներին։
Այսինքն սրանք հələ սրանց ընկալումը Դե տեսեք։ ասեց Անդրանիկ Քոչարյանը, չեք հիշում են ժամանակ։ Այս չէ, իրաց մեջ արմատացած է։ Ես էլ եմ կրկնում։ Այս ընտրարշավը մեկ էլ մի բան բացահայտեց, որ կենթանի հայը Նիկոլ Փաշինյանի թշնամին է։ Կենթանի մնացած ցանկացած հայ Նիկոլ Փաշինյանի թշնամին է, որտեղ իր հանցագործությունների վկան է։ Դրա համար արցախցիների վրա տենց է վերվել։ Ինչի՞ չեք մեռնել, ինչի՞ չեք։ Բա այդքան վկա կա։ Իսկ վկան երբեք չի մոռանում, չի հանցագործության մասին։ Դրա համար այս իրականում Նիկոլ Փաշինյանի վիճակը բավականին տխուր է։ Այս այլանդակությունները չկարծեք ինքը մեծ հավեսով անում, որովհետև սրա վերջը գիտեք ի՞նչն է։ Մի օր կայլ փամփուշտը չի կրակում։ Այո։ Այսինքն այդ վերջի օրն է։ Իմիջիայլոց այդպիսի տպավորություն չունեք դու։ Ոչ արդեն սկսել է չկրակել։ Բա արդեն սկսել է։ Ասենք ի՞նչ է Աշոտյանին ոչ մասնակցում է, ոչ բան, Աշոտյանին ձերբակալում ես, որ ի՞նչ անես։ Արման Սահակյանին ձերբակալում ես, որ ի՞նչ անես, ինչի անում ձեր կարծիքով։ Որ ինչ վախ մցնի, վախ մցնի։ Աշոտյանը ակտիվ խոսող, հա։ Հա, վախ մցնի, բանի հասարակության մեջ վախ մցնի, այնուամենայնիվ Աշոտյանը չնայած չեն մասնակցում, լավագույն սպիկերներից մեկն է մնում։ Հա, բայց խոսում է, բոլորը նիմադիր ուժերին իր կարացածի չափով օգնում է։ Երևան Բոզոյան այստեղ հոգնեց կրկնելու, Սահակաշվիլին այդ փուլում ուրեմն բանտերով անցկացրել է մոտավորապես 180-ից 200,000 մարդ։ Ազդեց, օգնեց։ Չէ։ Գրողի ծոցը չուղարկեցին։ Համար ասում եմ, հետո էլ չտարան բան։ Այդ օրինակը աչքի վերջի առջև չի։ փամփուշտի վրա է, ես էլ եմ կրկնում։ Այն ֆիլմը որ բանը նկարվել է, ես սկզբում թերավատ է այդ ֆիլմը նայում, իշխանափոխություն, հա։ Այդ ֆիլմը իշխանափոխություններ կոչվում, Մեհեր Մկրտչյանի։ Ոնց որ։ Այդ ֆիլմի վերջաբանը շատ լավն է։ Շատ տիպիկ Նիկոլի վերջն է ցույց տալի այդ ֆիլմը։ Ինչ է կակնեք, իրա մամուլի քարտուղարյանն ինչեր են, որ չոլկա ուներ, Մարիամ։ Նազենին, հա։ Չէ, այնտեղ անվտանգության աշխատողին հրանգեց կրակել, վերջում չկրակեց, չէ՞ անվտանգություն, ընդհակառակը զենքը պահեց իր վրա։ Ուրեմն ես ասեմ, էլի, որ ինչ-որ մի հատ սահմանից հետո ռեպրեսիաները էլ չեն աշխատում։ Հիմա մեր խնդիրն է այդ սահմանը մոտեցնել, երբ չեն աշխատում, երբ որ ակտիվ փողոց կա։ Ում ուզում ես բռնի, մեկը ակտիվ է փողոցը, վախի այդ բանը հաղթահարված է ու ինչով հաղթեց Միքայել Սարփազյանը։ Իշխանություն գրեցին վերնագիր իշխանություն։ Իշխանություն, հա։ Ինչով հաղթեց Միքայել Սարփազյանը։ Այսինքն բոլոր քաղաքականավորների առաջ գլուխ եմ խոնարհում, բայց ինչով հաղթեց հատկապես Միքայել Սարփազյանը, ինչով սիմվոլ դարձավ, ժպտալով էր կալանավորվում, առանց բանի, վախը հաղթած։ Դե նույնը նաև Բագրատ Սրբազյանի մասին կարելի ասել, այո։ Չէ, Միքայել Սրբազյանը։ Արշակ Սրբազյաններ, որ եկել են, ասել է ես ներքևում էի սպասում։ Այսինքն մեր Սրբազյանները ինչով հաղթեցին, որ բան են, չէ, իրանք շատ փիլիսոփայորեն են նայում շղթայվելու այդ հեռանկարին։ Բագրատ Սրբազյանը նույնիսկ ասում է, ես տուն չունեմ։ Իմ տունը Ազատության հրապարակի, թե Հանրապետության հրապարակի ինչ վրանն է։ Հա։ Ասածս հետևյալն է, որ այդ միած սահմանից հետո ակտիվ փողոցի պարագային ռեպրեսիան դառնում է անիմաստ։ Տասնյակ օրինակներ կարան բերեմ, որ ռեպրեսիան ընդամենը մոտեցել է Վրաստանի օրինակը 200,000 մարդ բանտերով անցկացնես եւ բանը ժողովուրդը քեզ չընտրի եւ վռնդի։ Հա։ Հիմա այստեղ նույն բանը կարա տեղի ունենա։ Ընդամենը ժողովրդից մի բան է մնում։ Մնացած ընդդիմադիր ուժերը կանեն ակտիվ մասնակցել ընտրությունների եւ կոչի դեպքում պատրաստ լինել փողոց դուրս։ Երեք նաեւ դրա մասին է խոսենք, հա, ինչ սնանկ վիճակում էր։ Ինքը իշխանությունը եկել, իշխանությունը պահում է նրանով, որ թալանել են, բերում են, բան դե արդեն դա ծիծաղելի է, ամբողջը պայթեց, որովհետեւ իրականում իրենք բոլորը դարձել են մեծ արուստներ եւ այդ սուտ ու բլեֆը պայթեց, որևէ բացահայտում չկա եւ զավեշտ է։ Ասում է Ծառուկյանի, հիմա կգնամ ապօրինին, ճիշտ ասեց, ասել 8 տարի է, բա ինչի՞ս հիշում մենակ այդ ամենը հիշում ընտրություններից առաջ։
Էս մարտի 1 էս ամբողջ պայթեց այնքան խեղճուկրակ վիճակում էր որ արդեն սկսել է Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել ասում է թռավ քիչ առաջ էստեղ Լևոն Զուրաբյանը ճիշտ ասեց ասում է իրա թռնելու մասին ինքը ֆիլմ է նկարել Նիկոլը եկել ասում է չգիտեմ ում բանը դրա մեջ է էլի մեղադրում Ուրեմն մի բան ասեմ ձեզ առանց ամաչելու այս երկրի արչև ծառայություն ունեցած մարդկանց հիշատակն է շահագործում Ասենք Արցունին ես շատ մոտիկից ու լավ եմ ճանաչել Մարգարյան, առաջի պատերազմում շատ մեծ ավանդ ունեցած մարդ, հետո դարձավ ներքին զորքերի հրամանատարը։ Հիմա մարդը շոր հանգամանքներում 99 թվին սպանվել է։ Հիմա ի՞նչն ես բացահայտում։ Իդեպ ստեղ մի ենթադրություն ես ունեմ վրեժա լուծում, բայց չգիտեմ այդ մասին ասեմ թե չէ։ Ուրեմն իրան մոտեցող գինեկոլոգ բժշկու եղբայրը չէ կարծեմ Պապիկյան անհետ կորած ռազմական բժիշկ Իրան մոտեցող չհասկացա Այդ գինեկոլոգը որ մոտեցավ իրան այն կինը Այո Այն որ այդ կնոջը կոպտեց վիրավորեց Այո Այնքը ուներ եղբայր չէ անհետ կորած այս պատերազմում Պապիկյան Այդ Պապիկյան Արծու Մարգարյանի հետ նույն օրը նույն դեպքի ժամանակ ընդեղ ա եղել Վայ աստվածիմ, Ես ենթադրություն այսինքն ասել գնացեք փորփրել Ես ենթադրություն ունեմ, որ գործը դրա համար է բացահայտվել Համարյա վստահ եմ ավելի շուտ Մարդը կորած անհետ է Անհետ կորած է մարդը, բան Ինչ որակա էլի մարդկային Ես չեմ զարմանա, որ վերջում այդ մոտիվը ճիշտ լինի իմ ասած Ուղղակի մի խոսքով Ոչ մի բանի արժև կանգնող չի Ոչ մի Որտև 26 տարի 26-27 տարի հետո ինչ է էլի պիտի բացահայտել 27 տարի հետո ծիծաղելի Ասենք թեկուզ էդ ինչ նոր հանգամանք պիտի այդ գարի ինչը պիտի բացահայտեն էլի Շատ լավ եւ այս թե ամեն ինչի դակ ստվերվեց երկու վտանգավոր թեմա հա մեկը թրիպի հետ կապված որ ստորագրեցին ինչ աղետ է թրիպը եւ ինչ է նախապատրաստում ուր է մեզ ինչ նոր ավանտյուրա է մտածել Նիկոլը առաջինը սա եւ երկրորդ աղետը որ ինքը բերում է գյուղմթերքի հետ կապված եւ Ռուսաստանի հետ կապված այս սանկցիաները ինչ սով եւ սառնամանիք է սպասում հայ ժողովրդին Երկրորդ հարցիկ բայրը ամբողջ իշխանության պրոպագանդան ասում վայ 50 միլիոն եվրամիությունը մեզ փող ա տալի որ վնասները փոխհատուցենք բան այդ արտահանման խոչընդոտների Ես ընդհանրապես երկու հատ թիվ եմ ասելու Եթե օրինակ գազը թանկանում է տարեկան Հայաստանի բյուջեի վրա դա նստում է $1 միլիարդ Այդ միայն գազը Միայն գազը $1 միլիարդ գազի սակագինը վճարել է մենակ գազի հետևանքը չի սակագինը վճարել ընդամենը Ինձ հետաքրքիր է այդ 50 միլիոնը ինչ պիտի անի Կամ շատ պարզ 29 միլիարդ դոլարա կողնան 15%-ով կրճատվում է, եթե Ռուսաստանը վերանայում է իր քաղաքականությունը, այսինքն 15%-ին չանում, 429, մի մոտավորապես 5-6 միլիարդ դոլարի մասին է խոսքը, կարաք ինձ բացատրեք, հետո այդ գումարը Հայաստանին տալու։ Հա, կտամ, բա չեն տա։ Այսինքն ակնհայտորեն սիրելի գյուղացիներ, սովը մտնում է հայկական գյուղ, վստահ եղեք, ձեր գյուղ մթերքները, ձեր աճեցրած ծաղիկները Որևէ բան իրացնել չեք կարողանալու շատ մարդիկ շատ հստակ եւ պարզ ասել են Այդ մեկ երկրորդը այդ Լիտվա թե Լատվիա միտեղ գտել են իբր որ բանը մի 10000 ծաղիկ ընդունե երկիր Եթե դուք այնքան միամիտ եք որ Լիտվայի կամ Լատվիայի այդ շատ փոքր շուկան ռուսական շուկայի հետ եք համեմատում Այդ սիմվոլիկ ժեստ անգել են ձեռուվոտ մի հատ երկիր մի 10,000 Կարա այնստեղ մի հատ օլիգարխի խնդրեին այդ 10,000 ծաղիկը առնել Հա բա, այսինքն ուզում եմ ասեմ այդ բանը համարժեքություն չկա ընդհանրապես էլի Ուրեմն մյուսը մեր հայրենակիցները միլիոններով որ ապրում են Ռուսաստանում ունենալու են խնդիր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Չէ, բացի այն որ սով սառնամանիք ինչի արժև ենք մենք կանգնելու Անվտանգային ռիսկերի Այո հետո շրջափակման Քանի որ Սաակաշվիլուց խոսացիք ասեմ
Նույն քաղաքականությունը, երբ որ Սաակաշվիլին Ռուսաստանի հանդեպ վարեց, այլընտրանք դեպի գտներ, այդ այլընտրանքը շատ արագ լրացվեց թուրք-ադրբեջանական կապիտալի ամրապնդման բաժարիայում, եւ այսօր ով որ եղել աջարիայում, ասածս կհաստատի, հասկանալի չէ երկրամասը հարաբերս թուրք-ադրբեջանական է, թե վրացական է։ Այստեղ նույն բանն ալնելու։ Ոչ մի կասկած չկա։ Ուրեմն լոլիկը մնացած բանջարեղենը շատ էժան գներով թուրքական լցվելու է Հայաստան։ Մոռացեք, որ դուք կարող ձեր այդ վարկերը ձերով է փակելու։ Ամսի 7-ը ձեր համար ընտրության էր։ Գնացեք մերժեք այս իշխանությունը։ Այս ավանտյուրան ոչ մեկի մի հավատացեք, որ ընդդիմությունը եկավ, դա չի նշանակում Եվրամիության հետ հարաբերությունները խզելու է։ Դες բան չկա։ Ու երբեք Հայաստանում դες բան չի եղել։ Եղել է Ռուսաստանի հետ կառուցողական, դաշինքային հարաբերություն, ԵՄ-ի հետ շատ էլի ներդաշնակ հարաբերություններ։ Ինչ վերաբերում է թրիպին, դե արդեն թրիպի մասով այնքան ակնհայտ է, գործ ունենք back office, front office ինստիտուտի ներդրման հետ, այդ նշանակում է երեք Նիկոլ Փաշինյանը ստել է հայ ժողովրդին, ադրբեջանցի վարորդները, ուղևորները, բեռները հայ սահմանապահերից չեն տեսնելու, որտեվ back office-ում են մերոնք նստելու, այսինքն հեռավար վերահսկելու են։ Իսկ front office-ում ծառայություն իրականացնելու է շուտ ամերիկյան կազմակերպություն կամ նրանց համաձայնությամբ չգիտեմ ով։ Ամենայն դեպս Հայաստանի իրավազորությունը կորցնելու է։ Խաբում է Նիկոլ Փաշինյանը, պայմանագրում շատ հստակ գրած է, ամերիկացիք բացահայտ այդ մասին խոսում են, Ալիևը բացահայտ այդ մասին խոսում է, ավելին ասեմ, մի քանի օր առաջ խորհրդանում իրենց բաներ փոխնախագահ խորհրդանի առաջարկում էր թրիպի ուղին կոչել Ալիևի ուղի անունով։ Այո։ Այսինքն ուզում եմ ասեմ, տեղ այս մանիպուլյացիաների լավ մի օր պիտի վերջ լինի, չէ՞, այսքան չի կարելի ամեն ինչը մանիպուլացնել։ 5 քիչ առաջ այդ նույն հարցը տվեցի։ 5 պատճառ ինչու պիտի մերժել Նիկոլին եւ Նիկոլի արբանյակներին։ Նորից արձանագրում ենք։ Արամ Զավենի Սարգսյան, Արման Բաբաջանյան, Շիրինյան, Շնորհապետական կուսակցություն, այսինքն Գուրգեն Սիմոնյան եւ Քոչարի, սրանք ակնհայտ Նիկոլի արբանյակներն են, չփոշիացնեք ձեր ձայները չտակ եւ գնացեք հիմնականում 3 ուժերի հետևից 3, 7, 17 Բարգավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան, չէ, Ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան հերթականությամբ ասում եւ Հայաստան դաշինք Ռոբերտ Քոչարյան։ Խնդրեմ, ինչու պիտի մերժել Առաջին ինքը Ալիևի երջանիկ վասալն է, ադրբեջանական օրակարգի իրականացնողը, այսինքն ինքը լրիվ իրան պահում է վիշիստական կոլաբորանտ իշխանության պես։ Հայկական իշխանություն չի։ Արեմեցյան Ադրբեջանի մարզպետն է։ Այդ դրամատուրգ։ Երկրորդը ինքը պարակտում է մեր հասարակությունը։ 2 Այսինքն սև, սպիտակ, հայաստանցի, արցախցի, հարուստ, աղքատ, ակնոց դնող, ակնոց չդնող։ Նարեկը լավ ասեց այդ բանը, այստեղ բոլորը բացի իրենից որ հիմա է քիչ ասես, բայց այսինքն քիչ որ էլի կան, էլի։ Այո։ Երրորդը ինքը արդեն մեր աշկի առաջ կործանել է Արցախը, այսինքն մեր հայրենիքի մի մասը, չորրորդը ինքը հիմա Ռուսաստանի հետ ավանտյուրիստական արճակատման գնալով դուռա բացում massայական աղքատացման սովի խավարի համար։ Բերել է 3 պատերազմ։ Էդի 4 եւ 5-րդը այս մարդու հոմանիշը պատերազմն է։ Ինչ եկել է, միջև հիմա պատերազմ։ Եթե մնա Նիկոլը, ուրեմն այս անգամ մենք արդեն պատերազմ ենք ունենալու, կարևոր չի այդ պատերազմը, կարևոր չէ միայն կրակել։ Առևտրային պատերազմ ենք ունենալու Ռուսաստանի հետ, որի եթե 44 օրյա պատերազմի հետևանքը Արցախի կորուստն էր, Ռուսաստանի հետ հակադրությունը բերելու է մեր պետականության ոչնչացմանը։ Ես հաջողություն եմ մաղթում, հաջողություն եմ մաղթում 3 ուժերին, մենք ունենք ընտրության հնարավորություն, որպեսզի լինի Հայաստանը, որպեսզի ապրեն ձեր զավակները
ապրեք դուք, ուրեմն պիտի մերժել 16-ը Նիկոլի ուժը եւ գնալ այս 3 ուժերի հետևից։ Հետևեք, թե ինչ զարգացումներ կլինեն, շատ կարեւոր է թե այսօր ինչ կլինի, շատ կարեւոր է վաղը, եթե հանկարծ Նիկոլը իր արբանյակների հետ միասին կփորձի օրինական ընտրությունների ընթացքը շեղել, ուրեմն հետևեք այս ուժերի հայտարարություններին, գործողություններին եւ զարգացումներին եւ կոչերին, հաջողություն ձեզ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, մենք քիչ անց, մենք ժամը, ես խոստացել եմ, որ ամեն օր ուղիղ եթերում ժամը 11:30 կլինենք պարոն Նահապետյանի հետ, այսօր տեխնիկական հարցեր կար, այլ հանդիպումներ ուներ պարոն Նահապետյանը, բայց մենք քիչ անց պարոն Նահապետյանի հետ ևս կլինենք ուղիղ եթերում։ Սպասեք մեզ։ Շնորհակալություն, շնորհակալություն պարոն։ Ես էլ եմ շնորհակալ։